նախ նշեմ, որ Սրբազանը այն ինչին, որ անդրադարձել է, հարցերի մի հսկայական շրջանակ, սկսած պետությունից, պետականությունից, ազգային ինքնությունից, մինչև պարզ մարդկային հարաբերություններ, այդ թվում նաև հայեցակարգային խնդիրներ, եկեղեցի արդարադատություն, եկեղեցի կրթություն, եկեղեցի բնապահպանություն, այս ամենը ինքը դիտարկել է հայ եկեղեցու ուղղափառ վարդապետության ծիրից ներս, այսինքն այնինչ ինքը արտահայտում է, թարգմանն է, այսպես ասած, այդ հարցերի հայ եկեղեցու վարդապետության։ Իսկ հայ առաքելական Սուրբ եկեղեցու վարդապետությունը մշակվել է, բուրեղացել է 2000 տարիների եկեղեցու պատմության հոլովույթով։ Մենք մի հսկայական խնդիր ունենք, դրա համար մեր սիրելի պարոն Գասպարյանը կարող էր ասել, որ այսօր շատ քիչ հոգևորականներ կան, որ անդրադառնում են այս խնդիրների, որտեղ մենք ցավոք սրտի դեռ չենք կարողացել պեղել եւ հայտնաբերել այն ամբողջ գանձարանը, որ առկա է հայ եկեղեցու վարդապետական մտածողության մեջ։ Ցավոք եմ ասում, բայց այդպես։ Ես մի հարցի կուզեմ անդրադառնալ, մինչև ձեր ասած մատնանշած թեմանին անդրադառնալը։ Անկախության տարիներից սկսած մեր եկեղեցին երկու, այսպես ասած, բաց թողում ունեցավ։ Մեկը վերաբերում էր ավետարանի կամ Աստծո խոսքի վերաավետարանմանը, մյուսը վերաբերում էր մեր ժողովրդի պատմության եւ հատկապես հայ եկեղեցու պատմության վերամեկնաբանմանը։ Առաջին կետը չանելով մենք թույլ տվեցինք, որ աղանդավորական հոսանքները, որոնք խորթ էին մեր մտածողությանը, մեր ինքնությանը, մեր զգացողությանը, մեր պատմությանը, մեր իսկ զենքը Սուրբ Գիրքը վերցրած մտնեն հայի միտք եւ հոգի, իսկ պատմության վերամեկնաբանում չանելով մենք թույլ տվեցինք, որպեսզի նաև մենք մեզ այսպես մանիպուլացնեն պետության, պետականության, եկեղեցու, պետություն, եկեղեցի այս հարցերում սխալ ընկալման։ Մենք գիտենք, որ մեր պատմությունը խեղաթյուրված է ներկայացվում եւ շարունակվում են միտումները, պարզ օրինակը երեկվա այն բողոքարկումն էր, որ վերաբերում էր Արցախի պատմության այդ հատվածին 9-րդ դասարանի դասագրքում եւ այդ դատական հայցին, որ ներկայացված է։ Այսինքն սա ամենավտանգավոր միտումներից մեկն է եւ գրքի մեջ Բագրատ Սրբազանը քողազերծում է մի շարք կեղծիքներ, որոնք առկա են հատկապես գաղափարական, վարդապետական դաշտում։ Դրանցից մեկը այն կեղծիքն է, որ քրիստոնեությունը մեզ թուլացրել է։ Սրբազանը շատ գեղեցիկ օրինակներով, պատմական դրվագների մեկնաբանությամբ ցույց է տալիս, թե քրիստոնեությունը մեզ ինչ է տվել։ Ցույց է տալիս նաև այն ամբողջ ուրեմն ընթացքը, որ պատմության հոլովույթով քրիստոնեության մեր դիմագիծը, ինքնությունը ինչպես են մեզ պահել, որպես այս բազում ազգերի մեջ որպես ինքնություն ունեցող էթնոս, ազգ, հավաքականություն, ցույց է տալիս, թե նաև մենք ինչպես ինչ արժեքներ ենք ստեղծել եւ մեզ համար եւ աշխարհի համար, բայց միևնույն ժամանակ ցույց է տալիս, որ մենք ոչ պետք է մեզ գերագնահատենք եւ ցույց է տալիս, որ մենք չպետք է նաև մեզ թերագնահատենք։ Սրբազանը հատկապես ես այս կտրվածքով գրքին փորձեցի նայել,
որտեղ այդպիսի կերծիքներն է փորձում վերանել ճշմարտության ճանապարհով, բայց հստակ օրինակներով, տրամաբանական մոտեցմամբ եւ տրամաբանական ուրեմն եզրակացություններով։ Այս գիրքը կարդալիս մենք այսօր նաեւ մի շատ կարևոր առողջացնող լիցք ենք ստանում եւ այդ լիցքը հույսն է։ Անկախ քեզանից հույսով ես լցվում, անկախ քեզանից հաղթանակը տեսնելու տեսիլքով ես վարակվում, ինչպես ինքն է հենց սկզբում գիրքը այդպես էլ սկսում է, ես տեսել եմ հաղթանակը եւ անընդհատ ասում էր, երբ որ պարտությունից հետո մենք հանդիպեցինք, հատկապես առաջի ամիսներին, շատ հուզված, նույնիսկ երբեմն արցունքակալած ասում էր, ախր տեսել եմ ես այդ հաղթանակը այնտեղ։ Եվ մի արտահայտություն ունի, ասում է անտաղանդության բացառիկ տաղանդ պետք է ունենալ, որ հասնել այսպիսի վիճակի։ Այս գրքի մեջ հատկապես ես շատ կարևորեցի Սրբազանի անդրադարձը հավատքին եւ կրթությանը, ինչպես են դրանք փոխ լրացնում իրար։ Հատկապես քրիստոնեության ընդունման եւ գրերի գյուտի ընդունման այս պատմական իրադարձությունների վերլուծությունը եւ դրա այժմյականացումը մեր կյանքում, թե ինչ տվեց քրիստոնեությունը եւ ինչ տվեց գրերի գյուտը։ Թե ինչպես այս երկու կարևորագույն իրադարձությունները մեզ համար նոր մակարդակի հասցրեցին պետության եւ պետականության ընկալումը, միասնական ազգ լինելու մեր իրավունքի հաստատումը եւ հատկապես մեր ներքին համերաշխությունը, ազգային ինքնության կերտումը եւ ապագայի ճանապարհը գտնելու, ապագայի տեսիլքը ունենալու, ուրեմն Սրբազանը ցույց է տալիս այդ ամբողջ գանձարանի մեջ, թե ինչ ուղիներ են գտել մեզ համար մեր հայրերը։ Հատկապես կարևորում է Սրբազանը Սուրբ գրքի թարգմանությունը, այդ մեծ համաշխարհային գանձարանի Սուրբ գրքի թարգմանությունը, որտեղ կարելի ասել գտնվում են մարդու գրեթե բոլոր հարցերի պատասխանները որոշ դրվագներում կոդավորված, որոշ դրվագներում բացահայտ եւ ցույց է տալիս հատկապես, որ Սրբազանի սիրած բառը եւ միտքն է միշտ ինչ է մարդը եւ նրա արժանապատվությունը։ Սրբազանը նաեւ խոհազերծում է մի շատ կեղծ գաղափար, խաղաղության գաղափարը։ Դուք գիտեք, որ հոգեվորականները եւ Սուրբ Պատարագ են մատուցում, Պատարագի ընթացքում անընդհատ լսվում է խաղաղություն ամենեցուն, այդ ուրեմն դա մաղթանք չէ, դա աղոթք է, դա շնորհի փոխանցում է խորանից, որտեղ այդ խաղաղության փոխանցումը արվում է Սուրբ Սեղանին ձեռքը դրված, ինքը իրեն ինչ չէ տալիս։ Պարզապես այդ շնորհը ունենալով փոխանցում է, բայց ինչ է նշանակում խաղաղություն։ Խաղաղությունը պատերազմի բացակայությունը չէ, կոնֆլիկտի բացակայությունը չէ, խաղաղությունը մարդու կյանքի հոգևոր, մտավոր, ֆիզիկական չափումներով ամբողջությունն է։ Երբ մարդը ապրում է այդ բոլոր չափումների մեջ ներդաշնակ, եւ Սրբազանը մի շատ լավ արտահայտություն պատկեր ուներ, ես գրքի մեջ ճիշտ ասած չհանդիպեցի, այս ամբողջությունը պահելու համար մեզ միշտ ասում էր, մենք ասում էր 3 սեղան ունենք, առախաղն էլ հայերեն ստացվում է, գրասեղան մեր միտքը սնուցելու, ճաշասեղան մեր մարմինը սնուցելու եւ սուրբ սեղան մեր հոգին սնուցելու, որովից է մի սեղան զեղչելու դեպքում մենք խաղաղություն չենք ունենա։